Տիկին Գալյան, ձեր ճշտությամբ ատելության խոսքը տարածողների դեմ պայքար եք սկսել, բավականին լավ է հնչում այդ պայքարը, բայց ուզում եմ Տիկին նախարար դուք անձամբ ասեք, ոնց եք տարբերելու խոսքի ազատությունը ատելության խոսքին։ Ձեր ճշտությամբ մի օրինակ ասեմ։ Ես հիմա քննադատում եմ ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության արտադրության նախարար, նշելով, որ մեր երկրում, օրինակ ձեր արտադրության նախարար եղած ժամանակահատվածում արտադրություն չկա։ Ինչու՞։ ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դատարանի օրինական ուժի մեջ վտած վճիռը չի կատարում։ Մինչդեռ հասարակ քաղաքացին, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չի անում, ինքը դատարանի առաջ է կանգնում։ Բազմաթիվ նման օրինակներ կա։ Հիմա ես ատելություն եմ տարածում։ Ես դա քննադատություն է, ատելությունն այլ բան է, պետք է պայմանավորված լինի որոշակի հատկանիշներով, այդ թվում եւ քաղաքական հայացքներով, բայց պետք է լինի շատ ավելի անառողջ դրսևորումներով։ Եվ քննադատությունը, եթե առողջ է, որևէ դեպքում որպես ատելության խոսք մեկնաբանվել չի կարող։ Եթե դուք կոնկրետ դեպքի մասին եք հարցնում եւ հարցադրումը հետեւյալն է, ինչու ներողություն չի խնդրում, ես չգիտեմ ինչու ներողություն չի խնդրում։ Ես առաջարկում հարցնել իրեն, իսկ նախարարն եք Տիկին Գալյան։ Դատարանի օրինական վճիռը չի կայացնում։ Համապատասխան հետևանքները իրավական Հայաստանի Հանրապետության գլխավոր մենք դիմել ենք գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լռում է, ոչինչ չի։ Իսկ ինչու եք ինձ հարցնում։ Դուք եք մեր երկրում արդարադատություն իրականացնում։ Նախարարին չի համար է պատասխանատու դատախազության կամ ցանկացած մարմնի գործունեության համար, որը մեր երկրում պայքարում է հանցավորության դեմ։ Բնականաբար ոչ։ Բայց կարող եք գործընկերոջն ասել, որ ինչ է նշանակում դատարանի Ես առաջարկում եմ նախ տարանջատել մեր մարմինների, պետական մարմինների գործառույթները եւ հարցերը մարմինների ղեկավարներին ուղղել ըստ այդ մարմինների կողմից իրականացվող լիազորությունների, որպեսզի հասարակության աչքերում ընկալումը շատ ճիշտ լինի եւ խեղաթյուրված չլինի պատկերը։ Երկրորդ, այս դեպքով եւ որևէ դեպքով ես իրական բացառում եմ դատական ակտերի չկատարումը եւ յուրաքանչյուր դեպքում պետք է հետևանք ունենա։ Խոսքի ատելությունը, այդ սահմանը ազատ խոսքի մի շատ նուրբ է, բայց այդ մասին այս պահին չեմ խոսի, ինչու, որովհետև նախագիծը պաշտոնապես շրջանառված չէ, հենց պաշտոնապես շրջանառվի, կխոսեմ այն հասկացությունների եւ բնորոշումների մասին, որոնք տրված են իրավական ակտի համապատասխան նախագծում։ Սա գրաքննություն չէ Տիկին Գալյան, այսինքն ոչ մեկ չխոսի Տիկին Գալյանի 8 միլիոն ենթադրյալ Ինչի մասին է խոսքը։ Ատելության խոսքը կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է, թե որն են բազմահազար անեծքները եւ հայհոյանքները պայմանավորված մարդկանց որևէ հատկանիշով, ես կրկնում եմ, սեռով, կրոնական համոզմունքով, քաղաքական հայացքներով, նույնիսկ աչքերի կապույտ գույնով, ես մի քիչ ծայրահեղացնելով եմ ասում։ Իհարկե անթույլատրելի է եւ կարծում եմ ձեզ համար էլ է անթույլատրելի եւ կարծում եմ ժողովրդի համար էլ է անթույլատրելի եւ միջազգային հանրության համար էլ է անթույլատրելի եւ մի շարք միջազգային փաստաթղթեր նաեւ մեզ պարտադրում են ունենալ ատելության խոսքի դեմ պայքարող այնպիսի գործուն մեխանիզմներ, որոնք կհաջողեն։ Ընդ որում այդ գործուն մեխանիզմների բովանդակությունը պետք է սահմանվի համապատասխան իրավական ակտերով եւ մենք տարիներ շարունակ փորձում ենք մտածել այդպիսի մեխանիզմ վարչական պատասխանատվության կամ քաղաքացիական պատասխանատվության տեսքով, որը կլինի համաչափ եւ չի ոտնահարի որևէ մեկի ոչ խոսելու իրավունքը, ոչ էլ որևէ այլ իրավունք։ Միջազգային գործընկերներ այս նախագծի մասով գնահատական տվել են, խոսել եք իրենց։ Դեռ ոչ, ես կրկնում եմ, նախագիծը դեռ շրջանառված չէ, ներքին քննարկումների փուլում է գտնվում, բայց անպայման իրենց հետ էլ կկոմունիկացնենք։